Դրա համար փոխվեց մեր փառատոնը, դարձավ մեր ու կարճամետրաժներից իհարկե հայկական ֆիլմերի կա, ուղղակի շահեցի դեր են բանում։ Լավ չէ, շատ պրոստը շատ թույլ է, չես տերից լավ կինոներ են, չլեմ ես հորոք ես թույլ է, ընդհանուր թույլ է։ Շտա ահավոր թույլ է, բայց ուսկա որ լավ կտանք է։ Նայք մեկ կադրի բաններ եթե մեկ կադր մեկ րոպեներ առաջին 3 տարին շատ թույլ է, շատ այսպես ոտքը կախել, բայց այսպես տարիների ընթացքում ինքը ուժեղացավ։ Այդ նույն տեսակետով մոտենում էի կարճամետրաժին, որոշ աշխատանք անելու, որպեսզի առաջին հերթին մարդը իմանա, երիտասարդը իմանա, որ ինքը ընկերներով ու այդպիսի նախադեպեր ունենք, այս տարվա մեր ժյուրիի բախտը չբերեց, մենք ունեցել ենք լավ կարճամետրաժ ֆիլմեր, որ ասենք նոր գեղում 4-5 ընկերներով բռնել են կինո են նկարել, որը շատ դիտարժան ու շատ հետաքրքիր է եղել, ու ասենք հատուկ հիշատակման այդ ֆիլմերը գոնե արժանացել են։ Ուզում եմ ասել, այդ տարածության վրա ինչ-որ մի աշխատանք պետք է տարվի։ Գագիկը հավատքում եմ։ Ես հավատում եմ։ Օրինակ, այս դե միշտ խոսք կա գնում պաստանովիչի, պարզը որ իրականում համարյա վավերագրական ֆիլմ է։ Հենց այդ ինձ թվում է, որ վերջում քանի որ տաքսիստները բոլորի, իրականում ոչ բոլորն են, բայց հիմնական այդ պերսոնաժները որ գնում են թեյ խմելու։ Պարզա որ այդ արդեն բեմադրված տեսարան է, ինձ թվում է, ինքը տաքսիստների նախազգուշացրել է, կամերան դրել է տաքսի, բայց հաճախորդները ինձ թվում է դերասան չգիտեն։ Որովհետև այնքան կամեր այնքան լավ աշխատած, այ օրինակ իմ համար էլ ես հիմա շատ եմ տենց անում, որ ոնց որ դոկումենտալ ու դոկումենտալ չդրես կարաս սա բանել ես։ Բայց չի թվում, որ սա պաստանովիչն է, հաջախորդները իսկականներ են։